Ինչ գեղեցիկ է, ինչ է պարում։ Շատ։ Ինչքան ժամանակատար բան է, այսինքն այդ արդյունքին հասնելու համար։ Բայց այդ արդյունքին էլ հասնելու համար այնքան բարդություններ ու դժվարություններ են հաղթահարում խեղճ արտիստները, պարողները։ Էլ կոտրվածքներ, էլ լուրջ վնասվածքներ, հետո այս եղանակների հերթին է նպաստում կոտրվածքի մասով որ մեր շրջապատում այո կոտրվածքներով։ Դե շատ հաճախ, հա, ոչ միայն ինձ մոտ, այլ իմ բոլոր գոլեգաների մոտ ու այսօր էլ շարունակում են նույն լինել, բայց ինչ լավ է, որ փոքր ինչ տեղեկություն ու ինֆորմացիա ունենք, թե ինչ ու ինչպես պետք է վարվենք հենց որպես առաջին օգնություն, հա, կոտրվածների դեպքում, հատկապես հիմա որ եղանակն նպաստում է, որպեսզի թե փոքրիկները, թե մեծահասակները միջին նույնիսկ հասակի մարդիկ, հա, նման չարաբաստիկ փաստի առաջ կանգնեն։ Ինչ ենք մենք խոսում այս ամենի մասին, որովհետև սիրելիներս, իրոք որ սա շատ ակտուալ թեմա է հատկապես այս շրջանում համար եւ հիմա էլ ունենք հրաշալի հնարավորություն այս ամենի մասին ավելի մանրամասն զրուցել հենց մասնագետի, պրոֆեսիոնալ մասնագետի հետ։ Այսօրվա մեր հյուրն է վնասվածքաբան օրթոպեդ Հարություն Շախուլյանը։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Լավ եմ, առավոտյան։ Շատ ուրախ ենք, որ դուք մեզ հետ եք սկսում առավոտը ու մենք ճիշտ ենք, չէ՞, նշում, որ այս շրջանում ցավոք սրտի շատ են կոտրվածները։ Շատ են, հա, հիմա սեզոնն նմանավանդությունը նպաստում է կոտրվածքների ու շատ են լինում բոլոր հիվանդանոցներում, այդ թվում նաև մեր հիվանդանոցներում շատ գերլարված է աշխատում վնասվածքաբանության բաժանմունքը։ Շատ լավ, իսկ գանք հենց թեման սկսենք այնտեղից, որ ես քայլում եմ ընկերոջս հետ միասին գնում ենք։ Հիմա ընկա եւ ին ոդկա կամ ինչ-որ մի բարմենի հատված կոտրվածք եղավ։ Ինչպիսին պետք է լինի իր գործողությունները կամ իմ գործողությունները որպես առաջնորդություն։ Նախ ամենակարևորը, եթե ենթադրյալ կոտրված, որտեղ դուք միանգամից չեք կարող իմանալ կոտրած է թե կոտրած չի, եթե ունենք ենթադրյալ կոտրված, ամենաառաջինը սառը ու անշարժ։ Կանչում ենք կամ շտապօգնություն կամ ձեռքի եթե հնարավորություն չկա, օրինակ, չգիտեմ, Երևանում չենք մարզում ենք, նստեղ ենք, որտեղ որ շտապօգնության գալը շատ ավելի դժվար կլինի, ձեռքի տակի եղած փայտ կլինի, շիշ կլինի կամ չգիտեմ, ինչ որ մի բանով անշարժացնել, ոնց որ կա առանց ուղղելու, առանց ինչ որ ագրեսիվ գործողություններ կատարելու։ Անշարժացնել ոնց որ կա ու տեղափոխել հիվանդանոց։ Մոտակա բուժ հաստատություն, հիվանդանոց կլինի, պոլիկլինիկա կլինի, Պաստորը ոչ թե տակ, այլ սառը։ Սառը, միշտ առաջինը սառը։ Տաքը բացառվում է։ Տաքը հենց առաջի օգնության ժամանակ ամենաչի կարելի բաներից մեկն է տակը դնել։ Սառը պետք է դնել, այտուցը նվազեցնել, ցանկացած վնասվածք, դաժե եթե կոտրվածք չի, այտուցվում է։ Արուն են լցվում, այտուցվում է այդ հատվածում ու այդ այտուցի նվազեցման համար անպայմանա սառը դնել ամենաառաջինը։ Ես այս վերջերս իմացա, որ կա նաև փակ կոտրվածք, այսպես ասած, օրինակ ես չգիտեմ, միշտ ես պատկերացրել եմ, որ եթե չգիտեմ, փակն ու բացը ո՞րն է։ Բաց կոտրվածքը ինձ համար որ ոսկորը դուրս գա։ Ես միշտ այդպես եմ պատկերացրել կոտրվածքը, բայց փաստորեն կա նաև փակ կոտրվածք։ 95% ավելը լինում են փակ։ Օ Բաց կոտրվածքները շատ քիչ տոկոս են Ինչպես կազմում։ տարբերել կամ ինչ անել այդ պահին, որ օրինակ չգիտեմ, ես իմ ոդկա օրինակ ճմլվել է կամ չգիտեմ ծռվել է այդ պահին, ես ընկել եմ ու ես չգիտեմ կոտրվել է թե չէ։ Ամենաառաջին, եթե արդեն հասել եք հիվանդանոց, առաջինը կատարում ենք ռենտգեն հետազոտություն, բարձ բանալ ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվում է, եթե շատ փոքր կոտրված չի, որ ռենտգենով անհնարին է տեսնել, հենց սկզբից տեսնում ենք ռենտգենով, եթե չենք տեսնում, բայց դեռ կասկած կա, որ կոտրված կա, ավելի մանրամասն հետազոտություններ կատե, ու կարելի է նաև MRT, իհարկե ոսկորների հետազոտությունների համար քիչ ավելի ինֆորմատիվ է, բայց որոշ դեպքերում կատարում ենք նաև MRT հետազոտություն, ու արդեն հետազոտելուց հասկանալուց կոտրվածքի բնույթը անցնում ենք բուժմանը, թե կլինի կոնսերվատիվ, չգիտեմ, գիպսով, տարբեր տեսակի շինաներով, ֆիքսատորներով, թե վիրահատական տարբերակով բուժումներ։ Բայց վիրահատական տարբերակը այս վերջի տարիներին իմ կարծիքով ավելի կարելի ասել կոպիտ է ինչու, բայց արդիական է, չէ՞ դարձել։ Շատ ավելի արդիական է ու շատ քանի ավելի գնում ենք, շատ ավելի կոտրվածքներ բուժում է վիրահատական տարբերակով ու արդյունքները շատ ավելի լավն են ստացվում, քան թե կոնսերվատիվ բուժման տարբերակներում։ Բայց ես իրոք այդ փակ ու բաց տարբերությունը չհասկացա։ Փակը ինչ ասված է փակ կոտրված։ Շատ բարձ է, երբ որ մաշկի ամբողջականությունը չի երևում, բայց մեջից կոտրված կա։ Փակն է, այսինքն մաշկի ամբողջականությունը խախտվում է, ոսկորը դուրսն է,
բաց կոտրվածքի համարվում։ Եթե ոսկո մաշ արտաքին միջավայրը հաղորդակցում է կոտրվածքի հետ, всё բաց է կոտրվածքը։ Ովքեր են այս շրջանում ձեզ դիմողները հիմնական։ Դե ցավոք իհարկե մեծահասակները շատ ավելի շատ են ունենում կոտրվածներ ոսկրի փխրունության հաշվին։ Ու մոտ 80%-ը 70 տարեկան եւ պլյուս մարդիկ են ունենում կոտրվածքներ։ Առավել եւս վիրահատական կոտրվածքներ, ազդրի վզիկի կոտրվածքներ, ուսի գլխիկի կոտրվածքներ, հիմա դե շատ արդիականության ժամանակ սրունքի զույգ ոսկրի հետ լադիշկաներ կոչված կոտրվածքը բջեղներ շատ է հանդիպում։ Իսկ որոնք են այն ամենատարածված սխալները, որոնք մարդիկ անում են կոտրվածքի դեպքում։ Կան այդպիսի սխալներ։ Ամենաառաջինը, որ փորձում են, դե կանգնի, բան չի եղել, ոչ բան չկա, կանգնում է կոտրված ոտքի վրա, ավելի է տեղաշարժը ավելացնում, նույն է փակ կոտրվածքը կարող է սարքել բաց, իսկ բաց կոտրվածների ժամանակ գնում է էքստրեմի վիրահատության, այսինքն մտավ հիվանդանոց, մոտակա մի ժամվա ընթացքում արդեն ինքը վիրահատական սեղանն է։ Շատ ավելի շատ են բարդությունները, ինֆեկցիոն բարդությունները եւ այլն բաց կոտրվածների ժամանակ։ Ամենաառաջինը, որ փորձում են շարժել, կանգնացնել, նագրուսկան ու տենց բան չի եղել, այդ արտահայտությունը դե լավ բան չկա, գնացիր բան։ Իսկ ավանդական մեթոդները, որ ավանդական մեթոդները ժամանակվանից եկել են, ունենք ցավոք կարելի է ասել, որ հիվանդը հենց սկզբից գնում է, լավ, դե բժիշկի մոտ չգնամ սնխչի։ Հասկացանք։ Ավանդական բժիշկների մոտ, երևի տենց ավելի ճիշտ է արտահայտվել, ու ունենում ենք շատ խնդիրներ, չգիտեմ, սոխ են դնում այդ հատվածում, եթե մանր վերքեր են լինում, այդ տարածում այդ վերքերը ինչ որ բորբոքումներ են լինում, չեն կարողանում վիրահատությունը արդեն ժամանակին իրականացնել։ Բայց ինչի են սոխ դնում, այդ սոխը ունենք հնարավորություն էլի ուզում հարցնեմ։ Այդ սոխը ինչ է անում։ Ճիշտն ասած, որ նայում ենք մենք հին քրքերը։ Քաշում է, ոնց է ցավը քաշում։ Ունի ինքը նման հատկություն, ճիշտն է, ճիշտ։ Ու տատիկս բուսաբան էր, Հայաստանում առաջի բուսաբուժության այդ հիմնադիրն էր ու իր գրքերում եմ շատ կարդացել տարբեր բույսերի մասին, որ նաև սոխը ունի բորբոքումը քչացնելու ունակություն, բայց երբ որ չգիտեմ սոխը ճզմում են ինչ որ կեղտոտ մսաղացով եւ այլն ու տնում են վերքի վրա, այդ մի քիչ արդեն դուրս է գալիս։ Հա, այն ժամանակ երբ որ հնարավորություն չի եղել դիմել բժիշկի կամ չգիտեմ գյուղա, որտեղ ճանապարհը փակ է եղել, դա ամբողջ ծմերը ճանապարհը փակ է, գյուղից դուրս գալու հնարավորություն չկա, հա, ավանդական մեթոդներն աշխատում են, բայց բարեբախտաբար հիմա Հայաստանում մանավանդ չկա տենց տեղ, որտեղից հնարավոր չի մոտակա կես ժամում հասնել հիվանդանոց, էլի, կամ լավ մի ժամում թող լինի։ Պաստորեն, այսինքն ինչ հետաքրքիր է, սոխը ոչ թե վնասում է, այլ սոխը ուղղակի մենք կարող ենք գինայի հետ կապված, մենք չկարողանանք ճիշտ նրան մշակել եւ չապահովենք այն նորման, որից հետո կարող է խնդիրներ ունենալ։ Ու նաև բժիշկների համար շատ դժվար սոխից հետո, երբ որ բալս են փաթաթած սոխը, պետք է բացել այդ վիրակապը, դուք պատկերացրեք ինչ հոտ է տարածվում ամբողջ։ Այսինքն դուրս է գալիս, որ ավանդական մեթոդները այդքան էլ վնաս չեն։ Եթե չես գնում հետո, այսինքն չես ֆանատիկորեն մոտենում ավանդական մեթոդների։ Ունի որոշակի մենք էլ սովորել ենք այդ ավանդական մեթոդներից, նոր բժշկությունը տարիների ընթացքում զարգացել է, պետք չի էլի մոռանալ այդ արմատները, բայց պետք էլ չի ֆանատիկորեն մենակ այդ արմատների մեջ մնալ։ Շատ հաճախ լսում ենք հետևյալ արտահայտությունը, հիմնականում դա լսում ենք ժողովրդից ոչ մասնագետներից, որ չէ, կոտրվածքի ճաքել է հաստատ։ Այդ ճաքի եւ կոտրվածքի տարբերությունը բժշկության մեջ ոսկորը միևնույնն է կոտրվել է։ Այո, բժշկության մեջ ճակ հասկացողություն չկա։ Ունենք կոտրված կամ կոտրված կա կամ կոտրված չկա։ Կոտրված կամ փակ կոտրված։ Դա արդեն կոտրվածքից ելնելով բաց փակ եւ այլն։ Իսկ ինչ է ժողովրդի մեջ մտել այդ արտահայտությունը։ Այն կոտրվածները, որոնք առանց տեղաշարժ են, այսինքն ոսկրապեկորները միմյանցից չեն հեռվանում, չեն տեղաշարժվում, անվանում եմ ճակ ժողովրդի լեզվով։ Բայց այսօր բժշկությունը այնքան է զարգացել, որ ոչ միայն գիպս դնելու կա ժամանակին որ դնում ենք այդպես մատիտով քորեր գալի գիպսով ենք ինչ որ սահմանափակվում, այլ շատ դեպքերում ցավոք սրտի ավելի լուրջ պատկերներ են լինում, շատ լուրջ խնդիրների ենք բախվում, որը արդեն այլ ինչ որ միջամտությունների ստիպված ուղղություն ու պատճառ է դառնում։ Այսօր արդյոք մենք կարողանում ենք լիարժեք պլաստիկ վիրահատությունների շնորհիվ
կամ չգիտեմ, պրոթեզավորման շնորհիվ մարդկանց ապահովել եւ նոր երկրորդ կյանք ու շնորհել։ Հիմա արդիական բժշկության մեջ ունենք շատ լայն հնարավորություն վիրահատական տարբերակով կոտրվածքով հիվանդներին շատ արագ ու շատ արդյունավետ հանենք ոտքին ու բերենք իրենց հենաշարժիչ ֆունկցիան իդեալականին մոտ, որտեղ միշտ իմ ուսուցիչներից մեկը ասում էր կոտրվածքից հետո ու կոտրվածքից առաջ մարդու կյանքը փոխվում է, բայց պետք է մեր առաքինությունը նրանում է, որ հասցնենք այն իր չկոտրված վիճակին մաքսիմալ մոտ։ Ու մարդիկ այն ժամանակ, չգիտեմ, թեկուզ դաժե 10 տարի առաջ, ու մի քիչ լավ 15 տարի առաջ, եթե մարդը ունենում էր օրինակ ազդրի վզիկի կոտրվածք ու դա շատ մարդկանց համար հաշմանդամության էր բերում, շատ մարդիկ մնում էին անկողնում կամված կամ դժվարությամբ նստում էին կամ շարժվում էին սայլակի օգնությամբ, այժմ այդ մարդիկ կարող են գալ վիրահատվել, վիրահատության հաջորդ օրից սկսել արդեն քայլել։ Ճիշտ է, սկզբից խադունոկով մի քիչ ցավերով եւ այլն, մինչեւ մի ամիս հետո դառնում են իրանք ազատ մարդ, չես տարբերի դրսում քայլելուց, այս մարդ վիրահատվել է թե ոչ։ Եկեք խոսենք մի քիչ օգտակար թեմայի մասին, ինչ խորհուրդ կտակ եւ ինչպես կպարզաբանեք ապահովորագրության թեման, ինչքանով է դա լավ, ինչքանով է պարտադիր։ Պարտադիրը թե ոնց լսել ենք լուրերում պարտադիր է, ով որ այժմ հիմա մտնում է համընդհանուր ապահովագրության ծրագրի մեջ, շատ լավ ծրագիր է։ Իրոք ես հիմա եմ հասկանում, սկզբից ցանկացած որպես ցանկացած հայ մարդ մանավանդ շատ թերահավատորեն ես մոտենում նոր բանին, բայց հիմա որ ունենք շատ մեծ հոսք հիվանդների, շատ զգում ես թե ինչքան կարևոր է այդ ծրագիրը։ Հիմա փաստացի գոնե 7-8 հիվանդ ունեմ նոր տարուց սկսած, որ եթե չլներ այս ապահովագրության ծրագիրը, իրանք ուղղակի չէին կարողանա վիրահատվեին ֆինանսական պատճառներով։ Հիմա շանս է տալիս, որ բոլոր մարդիկ ունենան հնարավորություն առողջ լինելու։ Ճիշտ է, բազմաթիվ խնդիրներ կա, ոնց որ ցանկացած նոր ստեղծվող ինչ-որ բանում, բայց այն որ փաստացի ես տեսնում եմ, որ մարդկանց հնարավորություն է տրվում առողջ լինելու, այդ չես կարող հերքել։ Պաստորեն սա լրիվ այլ մի թեմա է բացվում, նոր թեմա է բացվում, որի շուրջ շատ ավելի ծավալուն կարող ենք զրուցել։ Բայց ավաղ մեր ժամանակ ուղղակի շատ սուղ է եւ մոտեցավ իր ավարտին, մենք հարություն ուզում ենք ասենք շատ շնորհակալություն կարևոր տեղեկությունների համար, որը կիսվեցինք մեր սիրելի հեռուստատողների, հայրենակիցների հետ։ Եթե ժամանակ գտնենք, մենք պատրաստ ենք նաեւ մեծ սիրով այդ թեմային անդրադառնալ։ Հավանեցիք մեր տաղավարը։ Լավ էր, չէ՞, ամենից ազատ լինեք, հիմա շատ զբաղված եք վստահ եմ։ Այս ծանր շրջանը որ մի քիչ թե հատկապես որ վիրահատությունը կա։ Ձեզ լավ օրվա եւ օգտակար օրվա շարունակություն ենք մաղթում։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հրավերի համար։ Ու երբեք թող ձեզ ոչ մեկ չդիմի, էլի։ Լավ։ Ես մասնակցություն առողջ լինեն։ Հա, փոխեք եկեք, այսպես մենք ձեզ մի բան մտածենք։ Ձեզ լավ օրվա շարունակություն, շնորհակալություն։ Իսկ մենք սերիներս երաժշտական փոքրիկ դաթարից հետո կվերադառնանք ու կշտապենք արդեն խոսքը փոխանցել մեր գործընկերներին, ովքեր անապեր սպասում են, որ ներկայացնեն օրվա լրահոսը։